Բարեկալուստ բոլորին Next Coders-ի կանալ։ Այսօր մենք կենենք HTML-ի 5-րդ դասը։ Սորվինք տաբլիցաները, աղյուսակ թողեղնի, ինչ եղ կազմել HTML-ի շնորհիվ տաբլիցեք։ Բերեք սարքենք մեր 5-րդ ֆոլդերը ու բացենք իրան VS Code-ի շնորհիվ։ Մեգից սարքենք index.html, բազովի ռազմետկեն պատրաստենք, գրենք HTML 5-րդ lesson։ Այս մասային մեզ պետք չի գա Ctrl+P։ Սերվերը կմիացնենք, go live։ Կրանք սկսենք։ Տաբլիցեքի մասին մի քիչ ուշ կուզեմ, որովհետև անցած դասի մեջ, այն պրոյեկտի մեջ սեմանտիկ տեգերի մասին կպատմեի, բայց կան տեգեր, որ HTML 5-րդ վերսիայի մեջ են հայտնվել ու այդ մանր մունր բաների մասին սկզբից ասեմ, իսկ հետո մենք իրար հետ դնենք տաբլիցեն։ Սկզբի համար պետք է հասկանանք, որ կա progress, որը ինքը իրանով հեչ բան մի չի ներկայացնե, այսինքն սովորական զագրոսկա է, progress bar կարելի է իրան ասել, ու ճիշտ ասած էլ հեչ մետեղ չեմ օգտագործել, բայց ամեն դեպքում պետք է գիտենանք։ Խորհուրդ կուտամ իրան loading գրենք կամ ինչ որ իմաստ մեջը տնենք, որովհետև կան որևէ հին բրաուզեր, որը դեռ պատժաշկա չի եղել HTML5։ Այդ դեպքում գոնե մենք տեքստը կտեսնենք։ Կա լավ site, can I use-ով մենք կրնանք ընդհանրապես ամեն ինչ ջոգենք, ինչ մեզի вообще թե CSS-ով, թե HTML-ով կարելի է արդեն օգտագործել։ Խոսքի բերեք progress-ը ստեղ post տամ, ինքը հասկնա որ էլեմենտ է, այսինքն HTML-ով, ու կսե որ վերսիայից Google Chrome-ը 8-րդ վերսիայից սկսել է պատժաշկա լինել, այսինքն 2010 թվականից Edge-ը բոլոր վերսիաներից, որտեղ Edge թազա բրաուզերը, լավ Safari, Firefox ու ամեն ինչի մասին դուք կրնաք սպես նայեք դաժե, երբ մենք անցանք CSS, ստեղ կրնաք խոսքի գրեք color, ընձի կթվա ինքը պետք է հասկանա որ դիք CSS-ին վերաբերվի, ճիշտ է հասկացե։ Պես բազովի բան գրեցի, որ չէր կրնա ստեղ ինչ որ բան պատժաշկա չներ, բայց կան բաներ, որ դեռ update կեղնին, CSS-ն էլ update կեղնի, ինքը միշտ հարմոնագը ու իհարկե այդ ամեն ինչի մասին մենք հələ խոսանք։ Ամեն դեպքում բաներ կան, որ թազա կելնի ու մենք պետք է իմանանք իր ակտուալնստի մասին։ Լյուբոյ թազա բրաուզերը շատ շուտ շտկե ու բաց թողումներ կլրացնեն։ Բայց ամեն դեպքում, այսպես նյուանսները դե կեղնին, պետք է մենք գրենք, եթե հանգարց բրաուզերը մեր progress էլեմենտը չի ցույց տա, կոնե loading տեքստը կեղնի։ Իսկ մենք շարունակենք։ Progress բառը երևի չոգեք, զագրոսկի համար է կամ ինչ որ progress ընթացքի համար ցույց տալ ու իրան կարելի է փորձել վրուչնոյու էնել, եթե նշենք դիապազոնը, մաքսիմալնի նշանակությունը տանք 100, այսինքն թողեղնի 100% պես հասկանանք, ու value-ն դիք արդեն իսկական նշանակությունն է։ Եթե խոսքի գրենք 20, հաշվեք ինքը լրացվել է 20%-ով։ Ուտպես կամացից կրնանք մեծցնենք 90 անենք խոսքի։ Մինչև 90 կուկա, երևի լոգիկեն պարզ է։ Ու իհարկե մեր NL-ու տեղը կրնանք խոսքի JavaScript-ով ենենք, որ ինքը չգիտեմ, դեղ timer տնենք կամ привязка ենենք ինչ որ սայթի общий загрузкին ու այս թիվը մինչև 100 մեծնա, դիք NL-ը դժվար չէ, так что այս թիվը կրնա դինամիկի փոխվի։ Հաջորդը ինչ որ ընձի կտավ ավելի շուտ պետք ու կա details, կոպիցած details-ը դիք մանրամասնություններն են ու հիմի բերեք հասկանանք ինչ է կարելի անել։ Նախ պետք է գրենք summary, բերենք sense description, okay։ Հիմա բացենք մեջը ինչ բան չկա։ Ամեն դեպքում ինքը այդ հնարավորությունը մեզ տվեց։ Ու details-ի մեջը պետք է գրենք։ Չմոռանանք, որ մենք ունենք lorem, եթե կուզեք ռուսերենով, կենենք lorem.ru։ Եթե սովորական lorem, կենենք սովորական lorem։ Մենք տեսնենք, որ արդեն տեքստը կա, երբ որ բացենք, description-ը կաշխատի։ Այսինքն դուք կրնաք վերնագիրներ տակ ու կրնաք մարմինը տեքստի փոխեք ինչ որ սեզի հարմար է ու կրնա պետք է ասպես drop-down էֆեկտ եղնի։ Հաջորդը թազատեգ չէ, ատեգն է, ատեգը այս ծեզի արդեն բացադրել եմ, բայց մեր բանը մոռացել էի, կարծեմ մոռացել էի, սեի այն վաղ տես ավելի շատ ծեզի հասցնեի մասին սե, ինչ տեսքեր ունեն իրանք, բերեք վերցնենք https թողերնի youtube.com, ստեղ իհարկե տեքստն էլ ենք YouTube, okay, տեքստը կա, մենք հասցենք տեսնենք, ինքը իր default-նի գույնը ունի, կապույտ գույն, իհարկե եթե ես սխմեմ, ինքը հենց ստեղ կբացե։ Իսկ մեզի դիք ձեր չի տա, մենք կուզենք, որ ինքը բացվի նոր վկլադկի մեջ։ Կամ մարդիկ կրնա չի դային, եթե մգնիգի կալյոսի կսխմեմ, ինքը կողքից կբացե։ Բայց ամեն մարդ չի դե որպես կարելի է։ Կամ աջ կլիկ open link in new tab։ Ամեն մարդ չի դե։ Դա համար մենք կրնանք, ենենք target-ը կնշանակե թիրախ, blank, այսինքն նոր դարձակ edge-ի մեջ։ Կարելի է այդպես հասկանալ։ Բերեք մի հատ փորձենք։
Ցախ կլիկ, բացեց YouTube-ը։ Շարունակենք, ինչ որ բաց թողամ, դպես ամեն mail-ը մանրուկը մեզի պետք է հասկանալու համար։ Նաև մինչև տաբլիցը հասնելը მე բանում էլ բացատրեմ, դիք ֆորման է։ Ֆորմա action-ը մեզի պետք չէ։ Այսինքն մենք կենենք այն դասի մեջ select, դեպի Facebook-ի ռեգիստրացիան կսարքենք, ենենք select, name no ID-ն մեզի պետք չէ։ Հիշենք, որ select-ի մեջ մենք ունենք option, այսինքն ընտրություններ։ Պատկերացրեք, պրոստը ավտոսալոն կմտնեք, ձեզ ավտո կուզեք առնեք, top 10-ը։ Ու կա նույն ավտոն տարբեր գներով։ Ամեն օպցիան, պատագրեվ CDN-ի այնտեղ, պատագրեվ ռուլա, парктроникների կամերա, դիքսախ կրնած дополнительный փողով առնես, դիքսախ կոչվի օպցիա։ Что просто պես անալոգիա կբերեմ, որ հասկանանք իրար։ Օպցիաները select-ի մեջ կմտնեն, select-ը ընտրելն է, օպցիան կոնկրետ ինչ է ընտրելը։ Ստեղ բերեք մտածենք ինչ կարելի է տալ։ Բերեք երկար չմտածենք ու ստեղ կարելի է choose a transport։ Range for պես վերնագիր եղնի։ Կրնանք առանձին գրենք ֆորմից դուրս կրնանք բռտնենք, կապ չունի, ինձ կարևոր է ցույց տամ։ Save տանք, տեսնենք։ Okay, ու մի option-ի մեջ կսենք auto, alt shift var, մեկ քանի մատ ու մենք պետք է ընտրենք մեր տրանսպորտը։ Արդեն select-ը ավելի པարզ է, բայց որոշ բաներ ցեզի հիմա նյուանսները չի բացատրել։ Չնայած որ որոշել ենք անգլերենով ենք, ինչի՞ չէ, բերեք ուղենք, որ իսկականից անգլերեն եղնի։ Ահա, просто այս կարճ ավտոմոտո կուզեքրի, հիմա արդեն սաղ ճիշտ եղավ։ Ինչ որ ենթադրություն ունենք, յանի այս տրանսպորտը վերջացել է, ավտոները բրձել են, մենք գնենք disabled։ Այս ատրիբուտը կանջատ է։ Մենք էլ ընտրել չենք կրնա։ Այսինքն այդ օպցիան էլ չկա։ Նաև ենթադրենք մեր մոտ ամենապոպուլյարն հեզանիվն է, ու մենք կուզենք որ արդեն ինքը ընտրած եղնի։ Նշենք selected։ Ու արդեն ավտոմատ մեր bicycle-ը ընտրած են։ Ու սա կաշխատի ինչ որ պետք է։ Հետո մինչև այս selected disabled կրնանք select-ի համար տանք ընտրություն։ Ստեղ ես մի ադմ կրնամ ընտրեմ, իսկ մենք կրնանք փորձենք multiply կամ multiple ու через control նշել մի քանի տրանսպորտ կամ shift-ով։ Shift-ը ծերից ծեր է, control-ը հադիկ է։ Նույն բանն էլ Windows-ի մեջ ֆայլերը ընտրելուց հենց պես է, любой սիստեմի մեջ։ Даже Android-ին клавиатурան կպցնեք, ելի կաշխատի։ Ու ստեղ էլ не исключение լոգիկան նույնն է։ Це multiple layer-եցինք, մենք կրնանք արդեն մեկ քանի մատ ընտրենք։ Ու ինքը իհարկե այսպես բացվավ, կրնա հարմար չէ, կուզենք սաղ տեսնենք որ այսպես scroll bar չեղնի։ Կրնանք, հետո կրենք size։ Ու ենթադրենք 5 կրենք։ 5-ը սաղն է, չէ՞, սաղ տեղ տվեց։ Հա։ Եթե ինչ կրնանք 10 կրենք, բայց սիրուն չի եղնի։ Դա համար լուչը, եթե կրեք կսայց թող եղնի հավասար։ Всё, սիգներներ, ինչ որ ես կուզեի ցույց տայի, ինչ որ ավելի հետաքրքիր կեղներ, ինչ որ բացեի թողե։ Իսկ մի արեք այսպես գծով առանձնացնեմ, ձեզ ցույց տամ table-ը։ Table-ը տաբլիցան է, հայերեն վայտե աղյուսակ։ Ու table-ի շնորհիվ կարելի է հավաքել հաշվեք Excel-ի պես տաբլիցեք։ Ու բերեք ստեղ փորձենք eնել առաջինը։ Առաջինը բերեք կոնստրուկտորը հավաքենք իրար կամ աղքի նման բան։ The head արդեն լոգիկան ինձ կտավա հասկացակ։ Գալու խայրինք։ The body ու the foot։ Ոտները։ Պես կսեմ որ պատկերացնենք, ճիշտ հասկանանք։ Չէ մենք կոնստրուկտորը հավաքենք, բազովի ստրուկտուրեն տաբլիցի ու կարելի է the head-ը բացել, այսինքն մենք ստից կրնանք ստանանք վերնագիրները։ Բերեք գրենք tr, tr-ը կնշանակի table row, row-ն այսինքն տող հասկացեք, այսինքն հորիզոնական ցուցակի տողերը։ Որտեղ որ պետք է անպայման բացենք ու մեջը որոշենք որ կուզենք մենք վանդակ։ Վանդակը ТՀ-ն է։ Head-ինը կեղնի միշտ ТՀ, մնացածներինը կեղնի TT։ Այսինքն table data cell այդ բառից կուկա դա համար TT կգրվի։ Այստեղ կրնանք հələ որ առայժմ կրենք name, հələ որ սպես կհայտնվի, alt shift var, last name
Տաղեղնից պես խոսքի։ Բերեքը մի փորձենք բոդին բացենք ու քիչ ուշ էս մի քանի ատրիբուտ կարելի ցնեմ, որ ավելի հասկանալի եղնի։ Բոդին բացենք, սկսենք կա անպայման լավ, բերեք սպես ՏՀ հերվցնեմ հա իրարից։ Ահա, սա table-ի մեջն է։ Բոդին բացենք տեռեով ամենտեղ մետողում կուտանք։ Տող էլի տվեցի։ Տեռան պետք է մեջը էլի երկու հատ վանդակ բառնագե, բայց այս անգամ արդեն ΤԴ table data cell cell-ը վանդակն է։ Ինչ որ անուններ կրենք։ Ալբերտ Էյնշտեյն ու կտեսնենք, որ վերնագիրը ինչով կտարբերվի ինքը ավելի հաստ տեքստ ունի։ Կրանք այդ տեմպով շարունակենք։ Մեկ քանի մանուն տանք, սպես ու փոխենք։ Եսի մոդս անունները լրացրի, save տամ, autosave-ը անջատվել էր, եթե ինչ autosave-ը միացնելու համար, file, autosave։ Всё, կարնեջքենք դրվի, ամեն փոփոխությունը ինքը ավտոմատ save կեն այստեղ։ Ուրեմն մենք ինչ եմ նշել, դե Ալբերտ Էյնշտեյնը գիտեք, Brandon Ike JavaScript-ի ստեղծողն է, Tim-ը ինքը World Wide Web-ի ստեղծողն է, այսինքն 3W գրեք հասցեի մեջ, Mark-ը Mosaic բրաուզերի ստեղծողն է, դիք այսինքն ամենա առաջի բրաուզերն էր եղել, իսկ John-ը jQuery ստեղծողներ եղել ու ամեն ինչ իշխոր web-ի հետ կապ ունի, բացի Ալբերտ Էյնշտեյնից։ Ալբերտ Էյնշտեյնը ստեղ պրոստը նորմալ է, որ ինքը կրուտոյ տղա էր եղել։ Լավ, հիմա նայեք իշխոր ցուցակների, բայց քիչիկը նման չէ սա ամեն ինչին։ Ինչ կրնանք մենք ենք։ Մենք կրնանք փորձենք սախ մեր table-ին ատրիբուտ տանք, իսկ այդ ատրիբուտը պետք է եղնի border։ Border-ը սաղմանք նշանակե երենք ու ինքը կարմիր գույնի մոդս կնշելի կնշանակե որ ինքը իհարկե մեկից եղավ դարդակ է, իսկ կարմիր գույնը կնշանակե որ sign մեթոդ է, լուծը CSS-ով ենք։ Մենք մի HTML կսորվենք, դրա համար ցույց կտամ, այդպես CSS սորվանք, CSS-ի հնարավորություններ կունենաք։ Այստեղ կրնանք այդ ինչ հաստությունը նշենք։ Դե default-ը 1 պիքսել է, ինքը դրա համար բան չի փոխվի, բայց կրնանք փորձեք։ Տեսնենք որ սաղմանը հաստացավ։ Թողանք 1 պիքսել, դարդակ չեմ սիրել թողալ։ Նաև կրնանք լայնությունը փոխենք, width։ Ու իշքանցենք, այստեղ 400 պիքսել տնենք։ Հələ որ հերիք է։ Այսինքն կրնանք փորձենք ատրիբուտներով ինչ որ բան փոխել։ Բայց ելիքսեմ, նաև width-ը ինքը CSS-ով։ Լուծը սախ ստիլիզացիան մենք ենենք CSS-ով։ Շարունակենք։ Ուրեմն, եթե արդեն լենցավ ու մենք կտեսնենք, որ վերնագիրը նաև կտարբերվի նորով, որ ինքը հավասարեցած է մեջտեղով։ Եթե կցանկանանք, body-ն էլ կրնանք ենենք align, align-ը կնշանակի հավասարեցնել, էլի ինքը իհարկե կարմիր է, որովհետև սիգել կրնանք ենենք CSS-ով։ Ենենք center։ Օգնականը չի ուզե օգնել, բայց մենք հանգիստ կենք center ու կաշխատի։ Ու կտեսնենք, որ հավասարեցնելն էլ եղնի մեջտեղով։ Վերջինը ինչ որ կրնանք ենենք, dictate foot-ն է, որտեղ որ կրնանք իհարկե tr ենենք, table row, դա ինչ կրնանք փորձեք կոմենտով բացատրել ձեր համար։ tr հավասար է table row։ Դեն table data cell, foot-ը բացենք։ Ինչ պետք է անենք ստեղ։ td մի միջի կասարկենք send summary։ Ինչքան մարդ է ստեղ 1 2 3 4 5։ Իմաստ չդեմ էլ ինչ տամ, հաշվենք սա իրար հետ իշքան եղավ 5 հատ մարդ։ Всё։ Եթե իհարկե կուզենք, կրնանք ստեղեն հարվասարեցնելը տնենք մեջտեղ կամ աջ։ Իսկ այս տասի համար սկանը մնացածը մենք կսորվենք մյուս տասի մեջ, մյուս վիդեոյի մեջ ու արդեն բրզնելու եզրին ենք, բան չմնաց, կանցնենք շուտով CSS-ին, իսկ մենք տեսնվենք մյուս վիդեոյի մեջ։